Ձեր քննարկման եմ ներկայացնում երկու կառավարության որոշումներում փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում կենսաթոշակները բարձրանալու են Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 1-ից։ Կենսաթոշակառուների ճնշող մեծամասնության համար եւ խոսքը 623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10,000 դրամ եւ ավելի, մնացած 39,594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8,500 դրամով, դրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներն են, որոնց կենսաթոշակը արդեն իսկ միջինում կազմում է 95,000 դրամ։ Կենսաթոշակները եւ նպաստների բարձրանալու որոշման մեջ նաեւ նախատեսված է բարձրացում հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար, որոնց դեպքում նույնպես նրանց նպաստները բարձրանալու են ուղիղ 10,000 դրամով եւ հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի եւ ֆունկցիոնալության խորը ծանր եւ միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների կենսաթոշակները այսօր 39, 37.5 եւ 36,000 դրամ են նպաստները եւ դառնալու են դրանք 49, 47.5 եւ 46,000 դրամ։ Վերջի օրերին իհարկե պարոն վարչապետ շատ ենք խոսել այս փոփոխության մասին, ես եթե թույլ տաք այս պահին կանգ առնեմ, որտեղ ինֆորմացիան, որը որ կհետաքրքրի, փորձեմ հարցերի միջոցով պատասխանել, բայց ընդհանուր առմամբ սա շատ մեծ եւ էական փոփոխություն է մեր արդեն նշեցի 600,000-ից ավել կենսաթոշակառուների համար եւ սա չհաշված այն հետվճարը, որ մենք արդեն բարձրացրել էինք հունվարի 1-ից, ինչը որը կազմում է 20% եւ 10,000 դրամ, մինչեւ 10,000 դրամ, եւ այս բարձրացումը բերելու է նաեւ այդ վճարի միջին թվի էլի էական բարձրացման, այսինքն ամեն յուրաքանչյուր դեպքում իհարկե կլինի տարբեր թվեր, բայց միջիններով եւ հնարավոր առավելագույններով դրանք բավական շոշափելի թվեր են յուրաքանչյուր մեր կենսաթոշակառուի համար։ Շնորհակալ եմ, պարոն Թովոսյան, հարգելի գործընկերներ, այս որոշման առիթով ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, այն թվում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Հայաստանում աշխատում են եւ հարկ վճարող են, եւ նաեւ ելի ուզում եմ ընդգծել նաեւ այն մարդկանց, ովքեր կամ ՀԴՄ բաց են թողում, թողարկում են կամ էլ եթե բաց թողները մոռանում են, ձեռքբերողները հիշեցնում են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր թոշակառուներին, որոնցից արդեն ավելի քան 400,000-ը օգտվում է անկանխիկ առևտուր անելու այդ հնարավորությունից, որովհետև նաև առևտրի անկանխիկ համակարգի միջոցով մենք կրճատում ենք ստվերը Հայաստանի Հանրապետությունում եւ այն ժամանակ հիշում եք քննադատություններ կամ մեր հասցեին, որ թոշակառուների թոշակը բարձրացնելու համար ուզում են թոշակառուներին մղեն, չգիտեմ, հարկային տեսություն դարձնում եւ այլն, բայց ես կարծում եմ, որ մեր թոշակառուները դժգոհ չեն, որ իրանք հանրային կյանքում իրանց ակտիվությունը պահպանելու եւս մի լրացուցիչ մոտիվացիա են ստեղծում։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել պետական կառավարման համակարգի մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց աշխատանքով հնարավոր են դարձրել, որ իհեճուկս բոլոր կանխատեսումների 2025 թվականի տնտեսական աճը լինի ոչ թե 5.1%, այլ էականորեն ավել։ Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես չափազանց կարևոր որոշում է մեր սոցիալական քաղաքականության արդյունքները, ինչպես ասում են, կապիտալիզացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, եւ քանի որ մենք 2021 թվականին մեր ստանձնած պարտավորություն այս համակարգերով կատարում ենք այսպիսով, այսինքն նվազագույն կենսաթոշակը ավել է պարենային զամբյուղից եւ միջին կենսաթոշակը ավել է սպառողական զամբյուղի արժեքից, ընդ որում ես հասկանում եմ դե յուրե նրբությունները շատ են, բայց ինձ համար հետվճարը այս process-ի մաս է, որովհետեւ ես հասկանում եմ, որ
համակարգային առումով այդ տողերը ինչքան հնարավոր մենք սիրում ենք տես տողերը հնարավորինս շատացնել, ես սիրում եմ տողերը հնարավորինս քչացնել։ Այսինքն դա ինձ համար կարևոր չի վերնագիրը, կարևորն է նա, որ մարդը ստանում է այդ գումարը եւ հետեւաբար պարոն Թորոսյան, այս փոփոխությունները վերաբերվում են ապրիլի 1-ից, այսինքն առաջիկա հաջորդ թոշակը թե մարտին դեռ չի Արդեն վճարված է ապրիլին ստացվող թոշակը արդեն այս փոփոխությունները ներառյալ կլինեն։ Այս չէ, մարտինը չէ, հաջորդ թոշակը Մարտինը արդեն վճարված է, պարոն վարչապետ, հենց ուղիղ ապրիլի 1-ին, քանի որ ապրիլի 1-ը աշխատանքային օր է, առաջի աշխատանքային օրը կփոխանցվեն փոփոխված չափերով արդեն։ Շատ լավ։ Մենք մի հատ ուրիշ խնդիր էլ ունենք լուծելու անկանխիկ ձևով թոշակները ստանալը։ Մենք հասցնում ենք ապրիլի 1-ից։ Պարոն վարչապետ, առավոտյան դրությամբ, այսինքն վերջնականապես փակված կամավոր ձևով փոխելու այդ հնարավորությունը 9200 հոգի է մնացել ընդամենը, որ դեռևս փոփոխված չէ եւ այս 25 օրը մոտակա մենք օգտագործելու ենք այդ մեր քաղաքացիների քարտերը տուն հասցնելու եւ վստահ ենք, քանի որ լավ պատրաստվել ենք այս ամեն ինչին եւ իրավական առումով եւ լոգիստիկ տեխնիկական առումով, որ ապրիլի 1-ին այդ քաղաքացիները նույնպես իրենց կեսաթոշակները կստանան իրենց քարտերի վրա։ Ընդ որում ես ուզում եմ անկեղծ ասել, ես 2 տարի եւ ավելի տենց էլ չեմ հասկանում այդ խոսույթը, որ տարիքով կամ սահմանափակում ունեցող մարդկանց հարմար չի թոշակը ստանալ անկանխիկ։ Չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ նախ այդ գումարը ավելի անվտանգ է, որովհետեւ այդ գումարի ցանկացած շարժ հետագայում հետագծելի է, ինչ եղավ։ Երկրորդը սահմանափակում ունեցող մարդը այս պարագայում հարավել եւս թոշակը ստանալու համար ոչ մի լրացուցիչ գործողություն անելու կարիք չունի, այսինքն իր սեղանին կամ դրա բանակի մեջ քարտը դրած է, թոշակը գալիս է։ Եվ ես կարծում եմ, որ եթե նույնիսկ ինքը տալիս է ինչ-որ մեկին, որ իր համար առևտուր անեն, այդ դեպքում էլ է հետագծելի։ Ինչ ձեռք բերվեց, ինչ գնով, արդյոք ձեռք բերվեց այն, ինչ որ ակնկալում էր եւ այդպես շարունակ, եւ հետեւաբար ստեղ էլ էս այն դեպքն է, որ տենց բանի ներքո սպառնալիքների ներքո, ոչ թե սպառնալիք հետ առումով, որ վայ պրոբլեմ կլինի, ես կլինի, մի հատ էլ նայենք, երկու տարի է անկեղծ, հա մեր համակարգին անդադ ասում եմ, լավ չանենք, որովհետև խնդիր կլինի։ Ես 2 տարի է մտածում եմ այդ ասում եմ, լավ, ինչը չեմ ես հասկանում այս իրավիճակում։ Եվ հետեւաբար լավա ուշ քան երբեք, բայց ինչի համար եմ ասում, եթե հանկարծ իրոք կպրոբլեմ կլինի որևէ տեղ, որ մենք չենք հասկացել այսքան ժամանակ, մենք կգնանք այդ խնդրի հետևից օպերատիվ ձևով կլուծենք։ Պետք կլինի կչեղարկենք մեր որոշումը, ներողություն կխնդրենք, բայց ես չեմ կարող պատկերացնեմ այդպիսի իրավիճակ։ Երկրորդը, մեր մարզային այցելությունները ինչ ցույց տվեց, չնայած արդեն 400,000, որ օգտվում են անկանխիկ առևտրից, արդեն ըստ էության արդեն պարզա, որ համակարգը գնալու է, բայց մենք մինչև հիմա էլ խնդիր ունենք գոնե մարզերում հանդիպած մի քանի թոշակառուների հաղորդակցությունը ուղիղ եթերում է եղել, ցույց է տալիս, մենք խնդիր ունենք մարդկանց ներկայացնել, այնպես անել, որ իրանք տեղեկացված լինեն, թե դա իրանց ինչ օգուտ է բերում։ Այսինքն մենք պետք է այդ առումով միասնական սոցիալական ծառայությունները եւ այլն թող մարդկանց քաջալերեն, որովհետեւ մարդը ասում է, վայ, ես Դες դեպք էլ կա, երբ որ իրավիճակը նկարագրում, որ ինքը 5000 դրամ, ասենք, վարկ ունի վճարելու, որը իր համար խնդրեմ, ասում ենք, բայց եթե այդ նույն առևտուրը անկանխիկ անեք, առանց որևէ մեկի խնդրելու, այդ 5000 դրամը կառաջանա, կգոյանա ձեզ համար, հետեւաբար այս ուղղությամբ աշխատենք։